Գործընկեր Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Իմ քայլը խմբակցությունից, Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պատգամավոր Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրենքի 155-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Երրորդ հայտարարությունը, որը ցանկանում եմ անել, հարգելի գործընկերներ, մի փոքր պատմական եւ ողբերգական բնույթ ունի։ Ճիշտ այս օրերին 1990 թվականին Բաքվում ընթանում էին հայկական ջարդերը։ Ես կարծում եմ, որ մեր ազգային ժողովը բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաև միակամ են մերժելու բոլոր խտրականության հիման վրա բոլոր տիպի բռնությունները աշխարհի որևէ անկյունում։ Մենք որպես ժողովուրդ, ով իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այսպիսի ողբերգությանը, կարծում եմ համաձայն եք, չենք կարող հանդուրժել երբևէ նման բռնություն որևէ ազգային փոքրամասնության նկատմամբ։ Շնորհակալ